Անցած շաբաթ ամերիկյան ֆոնդային շուկաներում արձանագրվել է զգալի անկում մերձավոր արևելքում պատերազմի եւ նավթի գների կտրուկ աճի ֆոնին։ Dow Jones-ը նվազել է 0.95%-ով, S&P 500-ը 1.33%-ով, իսկ NASDAQ-ը 1.59%-ով։ Նավթի գների կտրուկ աճը մերձավոր արևելքում երկարատև պատերազմի մտավախությունների ֆոնին ուժեղ ցնցումներ է առաջացրել համաշխարհային ֆինանսական շուկաներում։ Երկուշաբթի Brent տեսակի նավթի գինը կարճ ժամանակով բարձրացել է մինչև $119 մեկ բարելի դիմաց, ապա նորից նվազել մինչև $107 մակարդակ։ Եվրոպական ֆոնդային շուկաներում նույնպես անցած շաբաթ զգալի անկում է արձանագրվել, Stoxx 600-ը նվազել է 5.5%-ով, ինչը գրեթե 1 տարվա վատագույն շաբաթական արդյունքն է, իսկ երկուշաբթի եւս 1.8%-ով անկում է գրանցվել, հասնելով ավելի քան 2 ամսվա նվազագույնին։ Նավթի գների ավելի քան 25% աճը ուժեղացրել է գնաճային եւ տնտեսական ռիսկերի շուրջ մտահոգությունները, ինչի հետևանքով հատկապես տուժել են բանկային, հումքային եւ ավիացիոն հատվածների բաժնետոմսերը։ Նախորդ շաբաթ եվրոպական պարտատոմսերի գները նվազել են, իսկ եկամտաբերությունները նավթի գների թռիչքային աճի եւ գնաճի նոր ռիսկերի ֆոնին կտրուկ մոտ 30 բազիսային կետով աճել։ Երկուշաբթի օրը միտումը շարունակվել է, Մեծ Բրիտանիայի 2 տարեկան պետական պարտատոմսերի եկամտաբերությունը աճել է մոտ 25 բազիսային կետով մինչև 4.12%, իսկ Գերմանիայում հասել է մոտ 2.48%-ի։ Բաժնետոմսերի շուկաները նույնպես ճնշման տակ են հայտնվել, քանի որ էներգակիրների բարձր գները եւ աշխարհաքաղաքական ռիսկերը մեծացնում են տնտեսական աճի դանդաղման վտանգը։ Անցած շաբաթ համաշխարհային բաժնետոմսային ֆոնդերից գրանցվել է շուրջ 1.44 միլիարդ դոլարի արտահոսք, ինչը վերջին 8 շաբաթվա ընթացքում առաջին արտահոսքն է։ Ամենամեծ հարվածը ստացել են ամերիկյան ֆոնդերը 21.9 միլիարդ դոլարի վաճառքներով, եվրոպական ֆոնդերում ներհոսքերը նվազել են մինչև 8.8 միլիարդ դոլար, իսկ ասիական ֆոնդերը ներգրավել են 7.43 միլիարդ դոլար։ ԱՄՆ, Իսրայել եւ Իրանի միջև հակամարտության եւ նավթի հետագա գնաճի մտավախությունների ֆոնին կապիտալը տեղափոխվում է ավելի անվտանգ ակտիվներ։ Դրամական շուկայի ֆոնդերը ներգրավել են ավելի քան 20 միլիարդ դոլար, իսկ պարտատոմսային ֆոնդերը ավելի քան 16 միլիարդ դոլար։ Միաժամանակ համաշխարհային բաժնետոմսերի ինդեքսը շարժվում է դեպի 2025 թվականի ապրիլից ի վեր ամենավատ շաբաթը, ավելի քան 2.5% անկումով։ Broadcom-ի բաժնետոմսերը բարձրացել են գրեթե 3%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը կանխատեսել է, որ հաջորդ տարի արհեստական բանականությամբ չիպերի վաճառքի ծավալները կգերազանցեն $100 միլիարդ, ինչը ցույց է տալիս աճ այն շուկայում, որտեղ գերիշխում է Nvidia-ն։ Ընկերությունը նախագծում է արհեստական բանականությանը հարմարեցված պրոցեսորներ, առաջարկելով ավելի էժան այլընտրանքներ Nvidia-ի թանկ չիպերին։ Այս պահանջարկը առաջ են մղում մեծ տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսիք են Alphabet-ը, Microsoft-ը, Amazon-ը եւ որոնք նախատեսում են 2026 թվականին ծախսել ավելի քան $600 միլիարդ արհեստական բանականության ենթակառուցվածքների վրա։ COVID-19 պատվաստանյութի տեխնոլոգիային առնչվող երկարատև արտոնագրային վեճը լուծելուց հետո Moderna-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 9%-ով, համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ Moderna-ն $25 միլիարդ կվճարի մրցակից ընկերություններին։ 2021 թվականից հետո COVID-ի դեմ պատվաստանյութի պահանջարկի անկման ֆոնին Moderna-ի բաժնետոմսերի գինը նվազել է գրեթե 90%-ով։ Առնվազն $10 միլիարդ կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է հեղուկ բնական գազի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող Venture Global ընկերությունը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 28.7%-ով։ Հաջորդը թվային գովազդի տեխնոլոգիաների ոլորտում գործող Trade Desk-ն է 22.9% աճով, եռյակը եզրափակում է ինտերնետ իրերի համար տվյալների վերլուծության եւ կառավարման հարթակներ մշակող Samsara ընկերությունը 22.3% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է օպտիկական եւ ֆոտոնային տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող Lumentum ընկերությունը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 20.3%-ով։ Հաջորդը էներգետիկ ըմպելիքների արտադրությամբ զբաղվող Celsius ընկերությունն է 19.9% անկումով, եռյակը եզրափակում է արծաթի արդյունահանմամբ զբաղվող First Majestic Silver ընկերությունը 19.3% անկումով։
Դաշնային պաուստային համակարգը կանգնած է բարդ ընտրության առջև, քանի որ ԱՄՆ աշխատաշուկայում նկատվում են թուլացման նշաններ, մինչդեռ գնաճը շարունակում է մնալ նպատակային մակարդակից բարձր։ Փետրվարին գործազրկության մակարդակը բարձրացել է մինչև 4.4%, գործատուները անսպասելիորեն կրճատել են աշխատատեղերը։ Գնաճը ներկայումս կազմում է մոտ 2.9%, ինչը բավական բարձր է 2% նպատակային մակարդակից։ Ակնկալվում է, որ դաշնային պաուստային համակարգը իր մարտի 17-ի եւ 18-ի նիստում անփոփոխ կթողնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ներդրողները կարծում են, որ կենտրոնական բանկը կարող է տոկոսադրույքի նվազեցումը սկսել հունիսից։ Տնտեսագետները զգուշացնում են, որ աշխատատեղերի դանդաղ աճի եւ բարձր գնաճի համադրությունը կարող է հանգեցնել ստագֆլյացիայի։ ԱՄՆ ծառայությունների ոլորտում ակտիվությունը փետրվարին հասել է ավելի քան 3 տարվա ամենաբարձր մակարդակին, ազդարարելով տնտեսական աճի ուժեղացում։ Ծառայությունների PMI ցուցիչը աճել է մինչև 56.1-ով, հասնելով ամենաբարձր մակարդակին 2022 թվականի հուլիսից ի վեր։ Աճին նպաստել են բարձր պահանջարկը եւ նոր պատվերների աճը, սակայն տնտեսագետները զգուշացնում են, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը, մասնավորապես նավթի գների շարունակական աճը կարող է ռիսկեր ստեղծել տնտեսական հեռանկարների համար։ Հակամարտության պատճառով նավթի գների աճը կարող է դանդաղեցնել տնտեսական աճը եւ բարձրացնել գնաճը։ Եվրագոտու երկրներում գնաճը փետրվարին անսպասելիորեն մեծացել է, ինչը մտահոգություն է առաջացրել, որ Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով բարձրացող էներգակիրների գները կարող են ել ավելի աճել։ Եվրոստատի տվյալներով Եվրագոտում գնաճը փետրվարին կազմել է 1.9%, մինչդեռ հունվարին այն եղել է 1.7%։ Հիմնական գնաճը, որը չի ներառում սննդամթերքն ու էներգիան, նույնպես աճել է, հասնելով 2.4%-ի։ Տնտեսագետները զգուշացնում են, որ նավթի եւ գազի գների աճը կարող է արագ անդրադառնալ սպառողական գների վրա։ Վերլուծաբանների խոսքով նավթի գների 10% աճը կարող է մոտ 3 ամսում գնաճը բարձրացնել շուրջ 0.1%-ային կետով։ Առայժմ սպասվում է, որ Եվրոպական կենտրոնական բանկը անփոփոխ կթողնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այնուամենայնիվ, վերլուծաբանների կարծիքով մոտ 50% հավանականություն կա, որ այս տարվա ընթացքում տոկոսադրույքները կարող են բարձրացվել, եթե գնաճը շարունակի մեծանալ։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։